Շատ ուրախալի, իսկապես շատ sense սպասված լուր էր մեր կյանքում մեր տունը գնելը, որը այս պահին վերանորոգման փուլում է ու ես այդտեղ եմ։ Բայց այդ ընթացքում իրականում այնքան դժվարություններ կային եւ հիմա էլ կան, մի մասը լուծել ենք, մի մասը հերթով լուծելով գնում ենք ու մի մասը դեռ չգիտենք էլ ապագայում ինչա լինելու եւ այլն, որ դրանցով չկիսվելը երբեմն ստեղծում է կեղծ տպավորություն, որ ամեն ինչ այնքան հեշտ է, ամեն ինչ, ինչի ինչ որ մեկի մոտ այդքան հեշտ ստացվեց եւ այլն, բայց խնդիրը այն չի, որ ինչ որ մեկի մոտ հեշտ ստացվեց, խնդիրն է նա, որ դուք չգիտեք, որ դա իրականում շատ դժվար է ստացվել։ Հիմա երբ որ մենք վերանորոգման փուլում ենք, ես անընդհատ sense ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե իրականում ինչքան բարդ է դա, թե ֆինանսապես, թե մտավոր ծանրաբեռնվածության տեսանկյունից, թե այն ընտրությունները, որ ամեն օր պիտի կատարես ու վախենում ես հանկարծ սխալվել, հետո չփոշմանել, հետո մի քանի անգամ ավելի չծախսել այդ բանի վրա, թե դա։ Մի խոսքով sense ամբողջ այդ մենթալ եւ ֆինանսական ծանրաբեռնվածությունը ուղղակի ինչ որ պահի քեզ հյուծում է ահավոր, չգիտեմ, sense թևերդ իջնում են ու հատկապես երբ որ հիմա ամառա առանց էլ տենց մի էներգիա առանձնապես չկա, հետո դրան զուգահեռ կա այս սոցցանցային իրականությունը, երբ որ բոլորը գնում են ծով հանգստանալու, Մալդիվներում են, չգիտեմ, Եգիպտոսում, այստեղ, այնտեղ, Եվրոպայում եւ այլն, իսկ դու նույնիսկ պլան չունես ինչ որ տեղ գնալու հանգստանալու համար եւ հանգստանալ բառը ինքնին ինչ որ շքեղության ու լյուքսի հետ է ասոցացվում քո կյանքի այս փուլում։ Դա եւս հավելյալ հոգեբանական ծանրաբեռնվածություն է բերում իր հետ, ինչը երբ որ գումարվում այն մնացած այդ շերտերին մտածմունքների, մի հատ sense ծանր շերտել այդ մեկնա, որ sense ճնշում է այդ ամբողջ ընթացքում քեզ։ Ու յուրաքանչյուր լավ բան, որ կատարվում է մեր կյանքում, ինքը կատարվում է մեկ այլ լավ բանի փոխարեն, այո։ Ու իզուր չի, որ ես իմ ռիլերից մեկում ասում էի, որ այս գումարով այդ վերանորոգման չեկերն էի ցույց տալիս, կգնայինք մենք Մալդիվներ, այստեղ այնտեղ, չգիտեմ, կճամփորդեինք, Եվրոպա կգնայինք եւ այլն, որովհետեւ դա իսկապես այդ ամենի փոխարենն է նաեւ։ Ինչի՞ եմ ես մասին խոսում, որովհետև չեմ ուզում ձեզ հանկարծ թվա, որ միայն ձեր կյանքն է ծանր, միայն ֆինանսական խնդիրներ ձեր կյանքում կան, մյուսները, որովհետև ես երբեմն նայում եմ մարդկանց կյանքի Instagram-ում եւ իրականում, մարդկանց ում ես իրականում ճանաչում եմ եւ մարդկանց, ովքեր տեսնում եմ իրանց ցույց տված Instagram-ում, ու ասում եմ, գրող տանի, չի կարող այդ մարդը ապրել այս իրականությունը, որովհետև երբ որ տեսնում ես իրանք իրականում ինչքան ոչ համարժեք ֆինանսական կյանքով են ապրում իրենց իրական կյանքում եւ ինչ որ այնպիսի կյանք են փորձում ցույց տալ այնտեղ ասում ես ասենք չի կարա տենց լինի էլի ժողովուրդ այդ տենց չի հիմա ես ընդհանրապես չեմ բացառում որ լիքը մարդիկ ցույց են տալիս իսկապես այն կյանքը որը իրենք ապրում են այո իրենց կյանքը այդ ճամփորդություններով լի է այդ լյուքս կոսմետիկայով հագուստով բրենդային եւ այդ շքեղ ռեստորաններով այդ ամենով լի է ես անկեղծորեն անչափ ուրախ եմ յուրաքանչյուրի բարեկեցության համար ով կարողացել է իրականում իր բարեկեցությունը ձգտելով չգիտեմ օր ու գիշեր չքնելով, աշխատելով, տո թեկուզ ժառանգություն ստանալով, ինքը տենես չի, որ ինչ-որ հենց հիմա դեզնից կամ ինձ մեկը ժառանգություն տասել են, վայ չէ, ոչ, հենց էլ ինչ-որ մեկի ժառանգություն ստանալով, ապրել ու հասնել այդ իրականությանը կյանքում, լրիվ նորմալ է, անչափ ուրախ եմ այդ մարդկանց համար, բայց այստեղ խնդիրն է, որ այն մարդիկ, ովքեր չեն ապրում այդ իրականությունը, իրանց թվում է, թե այդ անտերը մի հատ տեղ է, որտեղ պետք է միայն մտնել ու այդ ցույց տալ որ երբ որ դու չես կրում բրենդային հագուստ, հենց հիմա իմ հագին ընդհանրապես բրենդային հագուստ չի, ես մեր ներքևի խանութից ենք ուղղակի առել, շատ լավ հավանում եմ, բայց ոչ մի բրենդ էլի։ Բայց կարա թվա, որ դա իրականում այնքան ամոթ է, որ մտածում են, բան է, վերջերս այտենց խոսում ենք այդ թեմայով ընկերներիցս մեկի հետ, ասես լսի պատկերացնում ես, sense այդ մի հատ հայտնի ինչ-որ բան կա, որ փողոցում կանգնեցնում են, ինչ-որ ասում են, այդ ինչ շորային բրենդ է եւ այլն, ասում են, պատկերացնում ես, եթե փողոցումից կանգնեցնեն, ասեն, այդ ինչ է, ինչ ես հագել, ես ասել եմ, վայ, այս ուղղակի ինչ-որ անկապ խանութից եմ առել, ոչ մի բրենդային բան չկա, ինքը չի կրում կարծիեներ, չգիտեմ, ոչ մի նման ինչ-որ շքեղություն չկա, էլի, որովհետեւ դա սովորական միջին վիճակագրական մարդու կյանքն է։ Մարդու, որը այո ձգտում է վեր, մարդու, որը եթե իսկապես համարի, որ իր համար արժեքավոր է այդ կարծիեն ու շանելը ու չգիտեմ ինչերը, ինքը կձգտի դրան, եթե իսկապես համարի, որ դա է արժեքը, բայց անշուշտ ձգտել պետքա միշտ անկախ ամեն ինչից դու շանելին ես ձգտում, թե չգիտեմ 3 ամիս ամառատ Մալդիվներում անցկացնելուն, միևնույնն է դա ձգտման կետ է, հիմա տարբեր մարդկանց մոտ դա տարբեր է։ Մի խոսքով նաև չեմ ուզում այդ կեղծ տպավորությունը ստեղծվի, որ բոլոր մարդկանց կյանքը ինչ որ շատ բուրմունք բուրաստան է, միայն ձերնա, որ միջին վիճակագրական աշխատավարձ է, միայն ձեր կյանքում է, որ հացը թանկանում է, դա խնդիր է, ոչ, բոլորի կյանքում էլ խնդիր է։
շատ քիչ թվով մարդկանց կյանքում է մեր երկրում, որ դա խնդիր չի։ Ու եթե դա մենք ազնվորեն չասենք, չգիտեմ, էլի, ստեղծել ինչ-որ մեծ փուչիկ դնել, մեջը ապրել, իրար լայքել, չգիտեմ, շեյրել, փոփուշ կոմենտներ գրել եւ ապրել այդ մեծ ինչ-որ կեղծ վիճակի մեջ, եւ որի հետևում լիքը մարդիկ իրաց համարում են դժբախտ, չգիտեմ, աղքատ, գիշերները չեն քնում դրա համար եւ ոչ լիարժեք է իրան զգում։ Չէ, ժողովուրդ ջան։ Եկել եմ ասելու, որ մենք այս ընթացքում մի տոննա ֆինանսական խնդիր ենք ունեցել այս ամենի հետ կապված, վերանորոգման հետ կապված, այո, մենք կարող էինք շատ ավելի ուժեղ թափով շարունակել այս վերանորոգումը ու գուցե հիմա լիքը բան արդեն ավարտած լինեինք, բայց մենք ավելի դանդաղ ենք անում, որովհետև այս պահի ֆինանսական կարողությունները հերիքում են այդքանի եւ այո, դայև չեն հերիքում դրան զուգահեռ ինչ որ տեղեր գնալ հանգստանալու եւ այլն, էլ այդ կյանքով ապրել, բայց այս անտես շոկին, այդ սառը գլխով մտածել է այդ ամենը ու ասել է, չէ, ես սա չունեմ, որովհետև ես սա ունեմ։ Չէ՞ որ այն ինչ ես հիմա ունեմ, երազանք ա եղել մի քանի տարի առաջ։ Ու երբ որ այդ սառը համեմատության մեջ ես փորձում նայել իրականությանը, ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ գնում է առաջ, ոչ ոք ոչ մի տեղից չի ուշանում, հետ չի մնում եւ ոչ մի տառապելու թեմա չկա։ Ես նաեւ չեմ ուզում, որ ֆինանսական թեմաներ ինչ որ շատ տաբույացված թեմա լինեն, ինչպես կյանքում այնպես էլ սոցցանցերում։ Ես շատ ազատ միշտ խոսում եմ այդ մասին, ինչպես ինձ գրած մարդկանց համագործակցության առաջարկների մեջ, այնպես էլ իմ իրական կյանքում, չէ՞ որ ես միայն ինֆլուենսինգով չեմ զբաղվում, այլ ունեմ իմ մասնագիտությունը, շատ ազատ եմ, բայց դա այդ հատկանիշը ես ինքս իմ մեջ զարգացրել եմ ու այդպես դարձել եմ կոնկրետ երևի վերջին 2 տարում, որտեղ դրանից առաջ եւս ես ամաչում էի ասել, որ իմ, չգիտեմ, մասնագիտական գործունեությունը ունի գին ու չգիտեմ, ես դժգոհ եմ օրինակ այն գնից, որով ինքը հիմա վաճառվում է այդ սկիլերը, եւ օրինակ ես ուզում եմ ավելի բարձր աշխատավարձ։ Ինձ թվում էր դա ինչ որ ամոթ, ահավոր ամոթ թեմա է։ Այնպես որ այն պահին, երբ որ ես հաղթահարեցի այդ ամենը ու շատ ազատ հիմա լիքը մարդկանց հետ կարող եմ խոսել այդ թեմայով, նույն կերպ էլ ուզում եմ, որ այս հարթակում մենք խնդիր չունենանք խոսելու ֆինանսներից, այն մասին, որ դա շատ կարևոր է մեր կյանքում, իսկապես կարևոր է, որ մեր բարեկեցությունը նաև ապահովում է մեր մենթալ հանգստությունը, հոգևոր հանգստությունը ու կյանքին նայելու մեր դիտանկյունը շատ պայմանավորված է նաև գումարով։ Ու ուզում եմ, որ այդ մասին հանգիստ խոսենք, էլի։ Մեկ էլ ես չեմ հասկացել ու հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի պիտի այս երկրում ամեն ինչ այսքան թանկ լինի։ Իսկապես, ասենք, Եվրոպայի գների է լիքը բան, այն կարգի, որ մենք գնացել էինք 2 շաբաթով Եվրոպայի մի քանի երկրում ճամփորդելու, ու ես անկեղծ եմ ասում, ոչ մի ֆինանսական ինչ որ շոկ չեմ ապրել դրանից։ Նույն գներն էին ռեստորանները, խանութները եւ լիքը տեղերում իսկ ավելի էժան։ Նույն գներն էին, ինչ Հայաստանում, ու դա Եվրոպա է, էլի, որտեղ մարդիկ Հայաստանի միջին աշխատավարձից մի քանի անգամներով ավելի աշխատավարձ են։ Մի խոսքով ուզեցի մի քիչ կիսվել ձեզ այդ թեմայով, ինչ փուլում ենք, ինչ խնդիրների մեջ ենք, ուր ենք հասել այս վերանորոգումը, ու եթե ձեզ հետաքրքիր են այսպիսի զրույցները, շատ անկեղծ զրույցները, կխնդրեմ մեկնաբանություններում գրեք, փորձեք աջակցել, լայքել, որպեսզի ես հասկանամ, որ կարիք կա այս ամենը շարունակելու։